Բարի օր իմ շատ սիրելի բաժանորդներին։ Այսպիսի համեղություն եմ այսօր ձեզ ներկայացնում քյավառի քյուֆտա, շատ համեղ է ստացվում, ովքեր որ չեն փորձել, անպայման նայեք ինչպես պատրաստել, հեշտ է պատրաստվում եւ ինձ թվում է տեսահոլովակը նայելուց հետո անպայման կարող եք փորձել եւ ոչ մի խնդիր չի լինի։ Քյուֆտան պատրաստվում է տավարի փափուկ մսից, առանց յուղերի, առանց ջլերի մասն ենք ընտրում, փափկա մասը, այսպիսի արդեն ծեծած պատրաստի միսն է, հենց այդպես եմ գնում, ովքեր որ Ռուսաստանում Մոսկվայում են հատկապես, կարող եք գնել բուխտայից, արդեն պատրաստի ունեն վաճառքի, կիլոգրամ արած մսերը ծեծած, մենք այնտեղից ենք վերցնում։ Հիմա պետք է ծեծած միսը նաև ձեռքերով մի լավ իրան այսպես հարել, այսպես ասես, բայց քանի որ ես ունեմ ավելի հզոր միքսեր, ես միքսերով կհարեմ ու ձեռքերից այդքան չեն հոգնի ու էլ ավելի արագ կստացվի այս հարելու process-ը։ Դա անպայման պետք է անել, որպեսզի միսը ավելի այսպես էլաստիկ եւ համասեր զանգված ստացվի։ Մեզ հարկավոր է ձու, օղի, կարագ եւ սող։ Հիմա հարած մսին կավելացնենք, տեսնենք։ Իսկ մինչ այդ, քանի որ բազմաթիվ մեկնաբանություններ եմ ստանում, որ ինձ նայում են հենց քյավառից, հարակից գյուղերից, բոլորիդ շնորհակալ եմ, որ ինձ հետ եք, հետևում եք ալիքին, ովքեր որ նոր են միացրել, կխնդրեի գրել, որտեղից եք նայում, որտեղից եք հետևում իմ ալիքին, շատ հաճելի է նոր ծանոթությունների համար։ Հիմա միսը լավ հարել եմ, ավելացնում եմ ձուն, մենակ սպիտակուսն եմ ավելացնում, դեղնուցը չեմ ավելացնում։ Քանի որ միսը ծեծելուց ավելացնում են աղ, անպայման ստուգեք աղյությունը, նոր աղ կավելացնեք, եթե աղը շատ է, էլ հարկավոր չի ավելացնել։ Հիմա կավելացնեմ օղին, ավելացնում եմ ալյուր, հիմա կփորձեմ աղիությունը, որպեսզի հասկանամ աղ ինձ հարկավոր է, թե ոչ։ Միսը լավ աղի է արդեն, ինքը շատ ընտիր աղի է, պետք չի աղ ավելացնել, միայն ջրի մեջ եփելուց աղ կավելացնեմ մի փոքր, որպեսզի ավելի համեղ լինի։ Ավելացնում եմ կտրտած սոխը, մանր եմ կտրտում, մի փոքր, եթե սոխ սիրում եք, կարող եք մի փոքր ավելի շատ ավելացնել։ Եվ ավելացնում եմ այսպես կտրտած կուբիկներով, քառակուսիներով կարագ, նախ օրը կտրտել դրել եմ սառցարանը, որպեսզի էլ ավելի լավ ինքը սառի, դա ինչ մեզ կտա եւ համեղ կլինի մեր քյուֆտան, եւ մեջ այսպես մեծ ծակեր կլինեն քյուֆտայի։ Հիմա կավելացնեմ, ես մի փոքր շատ եմ ավելացնում կարագը, որովհետև այդպես ավելի համեղ է լինում, անպայման փորձեք, ավելացնում են քիչ, բայց ես սիրում եմ այսպես ավելի շատ կարագովը, այդպես ավելի հարմար է։ Եթե միքսեր չունենաք, այսպես պետքա ձեռքով իրան լավ հունցեք նախորոք, բաղադրիչներն ավելացնել եմ։ Ուղղակի ես հիմա կխառնեմ իրար եւ կսկսեմ պատրաստել։ Շատ հեշտ ու արագ է պատրաստվում, ոչ մի բարդություն չկա։ Հիմա ջուրը սառը ջուր եմ դրել, արդեն գազօջախը միացրել եմ, մեզ եռացող ջուր պետք չէ, ավելացնում եմ աղը եւ հենց այդպես սառը ջրի մեջ իջեցնում ենք մեր քյուֆտաները։ Հիմա ձեռքերս թրջում եմ, որպեսզի միսը չկպնի ձեռքերից ու հենց այսպես տալիս եմ կլորավուն քյուֆտայի ձևը, մի փոքր հավասարացնում եմ, որպեսզի եփելուց ինքը ավելի հարթ ու գեղեցիկ լինի։ Ձեռքերս անպայման թրջում եմ մի փոքր, շատ չենք թրջում, որ միսը չջրիկանա։ Ու այսպես սառը ջրի մեջ։ Եվ այսպես վերցնում եմ մի փոքր, ասեմ 1 կիլոգրամ քյուֆտայի մսից, այսպես ավելի միջին չափի 3 հատ քյուֆտա ենք ստանում։ Կարող եք ավելի մեծ պատրաստել, կարող եք ավելի փոքր պատրաստել, ըստ ձեր ցանկության, բայց այդպես 1 կիլոգրամից որ 3 հատ ես պատրաստում, այսպեսի միջին չափի գեղեցիկ քյուֆտաներ են ստացվում։
Հենց քյուֆտաներն սկսում են եռալ, բնականաբար փրփուր է տալիս, այդ փրփուրը հավաքում ենք եւ ամբողջովին եփում ենք մինչեւ վերջ։ Եփում ենք մոտավորապես մի 30 րոպե, եթե կասկածում եք եփելա թե ոչ, մի քյուֆտան կարող եք հանել եւ մեջտեղից դանակով կիսել, տեսնել մեջի հատվածը եփված է թե ոչ։ Դա առաջին անգամ, եթե նոր եք պատրաստելու, բնականաբար, հետո արդեն ինքնըստինքյան դուք կհասկանաք երբ է եփվել եւ կանջատեք։ Ինձ թվում է շատ հեշտ է, հույս ունեմ կփորձեք եւ կկիսվեք մեկնաբանություններով։ Այսօր այսքանը, հաջողություն, միշտ նոր հետաքրքիր եւ համեղ հանդիպումներ։